Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ես կխոսեմ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։ Սա շատ յուրահատուկ ուռուցք է եւ տարբերվում է շատ ուռուցքներից իր ընթացքով եւ բուժման արդյունքներով։ Բացատրեմ։ Նախ, այդ գեղձը գտնվում է բավականին խոր շերտերում, որը վայնի եւ գանգատները առաջի լինում են շատ ուշ։ Նա համր է երկար զարգանում եւ ինչ որ մի պահ կարող է առաջանալ ցավ կամ դեղնացություն մաշկի։ Բայց կարևորը դա չէ, կարևորը նա է, որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքը ունի պատյան, ֆիբրոզ դեսմոիդ պատյան, որը բնորոշ է այդ գեղձի բջիջներին եւ իրենք ստեղծում են մի պատնեշ, որը որ թույլ չի տալիս, որ դեղամիջոցները լիարժեք ազդեն այդ ուռուցքի վրա։ Ամեն դեպքում կատարվում է լիարժեք հետազոտություն, ԿՏ-MRT, եթե պետք է պետսկան, երկրորդը պարտադիր է բիոպսիան, իհարկե դա դժվար զոն է, բայց այժմ կան մասնագետներ, որ դա կատարում են, եւ բուժումը։ Իհարկե, եթե հնարավոր է ռեալ վիրահատել ռադիկալ ամբողջ ուռուցքը հեռացնել, այդպես կոչված պիդեր վիրահատությունն է, որը բավականին ծավալուն է եւ շատ քիչ կենտրոններում են անում, բայց եթե դա հաջողվեց, ուրեմն շանսեր կա, որ հիվանդությունը կբուժվի։ Ամեն դեպքում, բացի վիրահատությունից, մենք լայն օգտագործում ենք եւ դեղորայքային բուժումը։ Այստեղ է գալիս այդ դժվարությունները, քանի որ քիմիոթերապիան չի կարողանում մտնել այդ ուռուցքի մեջ եւ հասնել այդ չարորակ բջիջներին, այդտեղ շատ վատ է անոթավորումը, այդտեղ այդ պատյանը դեսմոիդ թույլ չի տալիս եւ այլ։ Ինչ կարելի է անել։ Ժամանակակից գիտությունը եկել է նրան, որ մենք պետք է այդ ուռուցքը այսպես կոչված փափկեցնենք, սառից դարձնենք տաք, այդպես է կոչվում տաք ուռուց, որ կարողանան դեղամիջոցները տեղ հասնել։ Եվ կան հատուկ դեղամիջոցներ նախապատրաստող, դա առաջինը հիալուրոնիդազան է, որը փափկեցնում է կոլագենները, երկրորդը դա կան թիրախային դեղամիջոցներ, նույնիսկ վիտամին D-ն է օգտագործում, իհարկե հատուկ մոտեցումներով։ Եվ վերջինը կա հատուկ պրեպարատնի ձևեր, նավպակլիտաքսել, որը որ թույլ է տալի, որ այդ չարորակ բջիջները կարծելով, որ այդ պատյանը իրենցն է եւ դեղը բերեն հասցնեն իրենց մոտ։ Մի քիչ բարդ մեխանիզմ է, դա բացատրելը երկար է, ժամանակ չկորցնեմ։ Համենայն դեպս կան մոտեցումներ, որոնք թույլ են տալիս, որ մենք մոտեցնենք այդ ուռուցքը նրան, որ քիմիոթերապիան լինի արդյունավետ։ Եթե կարիք լինի թիրախային կամ իմունոթերապիային, նույնպես առանց այդ մոտեցումների մենք չենք սկսում բուժումները, որտեղ կլինեն ոչ արդյունավետ։ Համենայն դեպս գիտությունը գնում է առաջ եւ տարեցտարի մենք կարողանում ենք գտնել նոր մոտեցումներ ենթաստամոքսային գեղձի բուժման համար։ Իհարկե կա եւ ճառագայթային բուժումը, որը շատ կարեւոր է այն դեպքերում, եթե վիրահատությունը եղել է ոչ ռադիկալ, ոչ արմատական եւ կան կասկածելի զոնաներ, այդ դեպքում կատարվում է եւ հետվիրահատական ճառագայթային բուժում։ Քանի որ այս ուռուցքը առաջացնում է բավականին սաստիկ ցավեր, ճառագայթման բուժումը կարող է լինել եւ պալիատիվ եւ թույլատրել այդ ցավային սինդրոմը։ Նույնը կարող է լինել եւ թիրախային թերապիան որպես պալիատիվ։ Ինչպես տեսնում եք, ենթաստամոքսային գեղձի բուժման վերաբերյալ կան շատ հետազոտություններ եւ մենք այդ ամեն ինչին հետեւում ենք եւ ամեն դեպքը ինչպես միշտ ունի իր մոտեցումները, այդ փորձը մենք ունենք, կարող եք դիմել եւ ստանալ մեր կարծիքը, այսպես կոչված երկրորդ կարծիքը, եթե կարիք լինի նույնիսկ բուժման ծրագիրը։